Նայեք։ Սա երբեք էլ ծառ չի դառնալու։ Բայց հիմա նայենք այս ճյուղը, ու նայենք այս ճյուղի Էդուարդը աննս։ Հրաչյա Ներսիսյան փողոցն է։ Խնդրեմ։ Այս մասի կտրտածը արդեն հավաքել են։ Խնդրեմ։ Չլնայք ինչ են արել։ Հացենին նման էտի ենթարկելը դա միայն անգրագիտության մասին է խոսում, եթե նպատակը ամբողջությամբ վերացնելը չի։ Ծառի։ Միջև վերջ այսենց անջորնիացրել են ծառերը, հլստեն այդ էլի։ Այս ամենը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին եւ ես պատահական անցնելուց տեսա, թե ինչպես են շարունակում ծառերի մորթը։ Մենակ չեմ կարող հիմա գնամ ու կռիվ անեմ իրանց հետ, որովհետև իրանք հենց դա են ուզում։ Դե մեկա ձեզ բան բացատրել կամ ասել չեք ընդունում երբեք։ Այսինքն ճյուղեր Հրաչյա Ներսիսյան փողոցում, այս ամբողջը կանաչ ճյուղեր են եղել, ուղղակի հիմա դե բնականաբար աշուն է, նայեք տերևները վրան են եղել, այսինքն ճյուղեր եղել են կանաչ ու սերմերը, ինչը եւս փաստում է, որ ճյուղեր եղել են կանաչ, այսինքն տգեղացվում է ծառերը, հետո կասեն, նայեք ինչ են սարքել այս ծառերը, այս չկնաղ հացեններ էին, այսինքն հիմա ես այս մեկին հասա, բայց թե նկարելու ընթացքում, թե դրանից հետո կանաչապատման աշխատակիցները, բանվորները փորձում էին սադրել, բայց այդ առումով ստորաբաժանման ղեկավարն իրեն ադեկվատ էր պահում ավելի։ Բարձր։ Ինչ։ Չէ, ախպերս։ Էդի process։ Քեզ չեմ ուզում նկարեմ, տես չեմ պահում քովը։ Էդելու process-ն էի նկարում։ Դու այն հեռավորության վրա չես էլ երևում։ Չէ, չեմ ուզում պահեմ քո վրա, տես չեմ ուզում պահեմ։ Որ ուզենամ կպահեմ քո վրա, բայց չեմ պահի ես։ Գնա գործը տա։ Ու սա չորանալու է ու գնա հատման։ Նույնը այս ծառից թողել են այս շիվը, այս ծառից թողել են այս շիվը։ Իսկ հիմա ծանոթացեք այս նույն հատվածի ծառերին 2016 թվականին, այս հատվածի ծառերը 2016 թվականին այս տեսքն ունեին, այն որ ասում են նախկինների ժամանակ վատ էտ էին անում, խնդրեմ, համեմատեք այն ժամանակը հիմիկվա էտի հետ, սա արդեն այս տարի նախորդ այդ 16 թվականից հետո եղած էտերից հետո, վերջին տարիների, էլի ծառերը շատ վատ վիճակում չէին, էլի ունեին սաղարթ որոշ չափով եւ կարելի էր համարել իրանց նորմալ ծառ, բայց այն ինչ որ արեցին այսօր, այլևս այդ ծառերի մեծամասնությունը ծառ կոչվել չի կարող։